Անձնապես ես ինչ սպասելիքներ ունեմ, բոլոր դեպքերում ակտիվ գործողությունները պաշտպանական կողմի պետք է լինեն փաստաթղթավորված, որպեսզի ապագայում Եվրոպական դատարանում մեզ չասեն դուք կարող էիք այսա անել, չարեցիք, դուք մեզ սրա մասին չասեցիք, մենք չգիտեինք։ Ավելին ասեմ, որ արդեն մեկ գանգատ կոմունիկացվում է կառավարությանը, Նարեկ Սարգսյանի խափանման միջոցի ապօրինության հետ կապված, որը իմ կողմից ուղարկվել է, հետևաբար ակնկալիքի մասին չի։ Մենք իրացնում ենք մեր իրավունքը եւ պահանջում ենք, մենք չենք անկնկալում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում չպետք է անմեղ մարդը նստի բանտում։ Սա պետք է լինի աքսիոմա բոլորի համար։ Եթե պարբերաբար յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պաշտպան, յուրաքանչյուր համագյուղացի այսպես պահանջեր եւ հասներ արդարության Հայաստանի Հանրապետությունում կոռումպացված իրավական համակարգ չէինք ունենա։ Սա է մեր պահանջը, հիմա այնքան ենք մնալու, մինչև կառավարությունից ներկայացուցիչ իջնի եւ անձնապես վերցնի տանի։ Խնդիրը ո՞րն է։ Իսկ եթե չիջնեն, մենք ստեղ ենք։ Եթե ուզում են մեզ այսօր ամբողջ օրը ստեղ տեսնել, մենք խնդիր չենք տեսնում։ Շնորհակալ եմ։ Պահանջում ենք վերստին, արդար դատավարություն։ Նարեկ Սարգսյանը գտնվում է 3 տարի ապուրինի կալանքի տակ։ Առաջ ասում էիք, որ վանկարկում են ազատություն տալ Նարեկ Սարգսյանին, ով ըստ համագյուղացիների անմեղ է, ինչ սպասելիքներ ունեք, հա, այս երկրից։ Բոլորը խոսում են անմեղության կանխավարկածից, բայց այստեղ անմեղության կանխավարկածը կարծես կորել է։ Եթե մարդու դատարանի որոշումը չկա, որ այդ մարդը մեղավոր է, դուք ինչ իրավունքով եք 3 տարի եւ ավել պահել։ Ամիս 2-3 մինչև քննությունը ավարտվելը այդ հասկանալի է, բայց 3 տարուց ավել ինչ իրավունքով եք պահել։ Ու սա կոչվում է օրինական պետություն, հա։ Թքել է պետք այդ իշխանությունների, այդ իշխանությունը զավտած, խաբեությամբ զավտած իշխանությունների վրա։ Օրինականությունը մեկն է, օրենքը մեկն է, բայց այս օրենքը կիրառում են տարբեր ձևերով, խեղաթյուրելով ամեն ինչը մարդկանց ուղղակի մարդկանց հետ վարվում են այն բառ նույնիսկ չես կարող գտնել։ Հիմա կառավարության շենքի դիմաց է, կառավարությունից ինչ եք սպասում։ Ես անձամբ կառավարությունից ոչինչ չեմ սպասում, որտեղ այդ կառավարությունը ուղեղները խեղված մարդիկ են։ Այս կառավարությունից ավել ոչինչ չի կարելի պահանջել։ Ուղղակի պետք է ոչ թե պահանջել, այլ ստիպել, որ վերադառնան դեպի օրենքի դաշտ եւ անեն այն ամենը, ինչ տարիներ շարունակ խոստացել են, բայց ոչինչ օրենքի դաշտում ոչինչ չեն արել։ Այս մարդկանց հետ պետք է ուրիշ ձևի։ Այսինքն այս նմաններին մարդ անվանելը սխալ է։ Ով է։ Մենք ախր ամեն կողմից է թերությունները, ոչ իշխանությունն է բանի պետք, ոչ ընդդիմությունը։ Ընդդիմության մեջ էլ չկան մարդիկ, որ իրոք սատարեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, սատարեն ուղղակի, որպեսզի այդ սահմանադրությունը աշխատի։ Իշխանությունը մեծամասնություն է կազմում եւ ինչ էլ որոշում են
քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները մեծամասնություն են, այնպես որ իշխանության բերած օրենքները բոլորը ընդունվում են ազգային ժողովում։ Ես պատասխանեմ։ Իշխանությունը երբեք մեծամասնություն չի կազմում։ Մեծամասնությունը մի ժողովուրդն է, մարդիկ են։ Մեծամասնությունը, к сожалению, մեր հասարակությունը մոռացել է այդ մասին։ Միշտ իշխանությանը ընդունում է որպես անկախ են բանից որ քանակությամբ իրանք փոքրամասնություն են, իշխանությանը մեր ժողովուրդը ընդունում է որպես մեծամասնություն։ Всё, քերեգերան։ 3 միլիոն ժողովրդին ուրեմն ղեկավարում են, իշխում են ընդամենը մի լավ 1000 հոգի, 2000 հոգի։ Ու այդ գիտեք որ իշխանության մեջ այսօրվա անգամ արդեն իրանց, հա, ԿՊ-ի մեջը արդեն գնում է հագասությունը։ Մեծամասնությունը արդեն как бы հագարակ է, որովհետև այս իշխանությունը ներկայությամբ տանում է այն քաղաքականությունը, որ Հայաստանը հնարավոր է վերանա։ Եվ երբ որ մարդիկ հասկանան, որ իշխանությունը մեծամասնություն չէ, այլ փոքրամասնություն է, այդ դեպքում հնարավոր է որոշակի քայլերի միջոցով ստիպել այս իշխանությանը, որովհետև իրանք պատկին տենեն մեր Հայաստան աշխարհը։ Պետքան բան։ մենք մեզ հա, անեգա։ Եկեք մենք մեզ հարց տանք։ Ինչի համար են այսքան ոստիկանները շարված։ Դե այսօր լավ է, քիչ են, բայց ընդհանրապես 4-5 շարքով շարվում են։ Ինչի համար։ Ում են պաշտպանում ումից։ Վախենում եք։ Ումից եք վախենում, ժողովրդից։ Ժողովուրդը եթե ձեզ ընդրել է, ձեզ հետ հույսեր է կապել, ուրեմն արտարացրեք կամ արտարացրեք այդ հույսերը, կամ ռադները դուղագի քաշեք։ Քերեգեր ջան, արի, всё։